Մենք ուզում ենք ներկայացնենք մեր տնտեսական ծրագրից 4-րդը, դա մթերումն է։ 60 դրամ 2020 թվերին մենք հանձնում ենք 160 դրամ, 170 դրամ։ Եվ այդ կոնյակը մի շիշ կոնյակը 1500 դրամից սկսվում է։ Իսկ հիմի մի շիշ կոնյակը սկսվում է 5000 դրամից։ Ասում ենք լավ, խի ասենք խաղի գինը չի բարձրանում, ասում է գործանատիրը սեփականությունը իրան ձեռ չի տալի։ Ես բացի որպես գնում եմ դեղ վաճառողից դեղ առնելու ուժազիու։ Ինձ ասում է, էսի նոր դեղը տար սրսկը օգնի։ Սրսկում ես չի օգնում։ Գնում ես ուրիշ դեղ առաջարկում, այսինքն ինչ է դուրս գալի, որ դեղը որ չի ծախվում, դա առաջարկում է։ Ճիրը մնացել է։ Արտադրել ենք մնացել է։ Գալիս են այնպես գին են արտադրում, որ մեր մթերման գնից ցածր է։ Գալիս են տարբեր երկու ախոսքի դեղցի ճիրը, օրինակ 2500 դրամ, որ մեր վրա արդեն ինքը նստած է ախոսքի 3000 դրամ։ Ներկա պայն այդ սառնարանը աշխատցնելով աշխատուժը ոնց որ մոնոպոլիան մեր կոք են ռայոնում հավաքողները իրանք են որոշում այդ գինը ոնց անեն էլի 19 թվին էր 19 թվին տրակտորներով եկանք հանրապետության հրապարակ բողոքի ակցիա անցկացնելու մեր աշխատողներով բանով հելանք եկանք ասենք մեր աշխատողներն չեն կարող վճարենք դուք ջրի փող ուզում եք մենք չենք կարող վճարենք դուք մեզի օգնեք մենք էլ աշխատատեղ ենք Իսկ ջրի ինչն է, պատճառը արգելել էին։ գես էին աշխատացնում տալիս էին թուրքեր Շատ մարդիկ կա, որ տեխնիկական սորտեր են աճեցնում, բայց հիմա արդեն հանձնելու մթերման պահը արդեն լրիվ հավասարված զերո։ Ես այգի էտելու տեղից թողե եկել եմ ստեղ։ Մտածում եմ, այս այգին էտեմ, թե քանդեմ, յոնջա ցանեմ, արվի ցանեմ, մարդիկ արդեն տենց են անում։ Մթերման պահը, իր ժամանակ ծախվում էր 5-600 դրամ, հիմա չեն տանում, իջսերին գինը, մինչև բերի սարքերին 200-250 դրամ, վերջում էլ սկսեցին էլ չտանել։ Մեր 4-րդ ծրագիրը մթերման կայանների մասին է։ Ինչ է այդ ծրագիրը իր մեջ ներառում։ Մթերման կազմակերպում։ Այսինքն գյուղացին խնդիր չունի ապրանքի վաճառքի, ինքը գիտի, որ սեզոնի սկզբից ինքը գին ունի։ Գյուղացու հիմնական խնդիրը որակյալ արտադրանքն է, վաճառքը իր խնդրեմը չի։